Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն քաղաքական վերադասավորումներ են ընդդիմադիր դաշտում։ Երեկ էլ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միավորումների մասին թերահավատորեն է մոտեցել եւ նշել. ընդդիմությունը մի գործ ունի անելու, իրար ոտքի տակ չքանդել։ Ինչ է ակնարկում Սերժ Սարգսյանը։ Ճիշտ ասած, ես թվում է մեր առնվազն մեր քաղաքացիական պայմանագրի գործընկերները եւ գործիչները պետքա Սերժ Սարգսյանին մեկնաբանել փոխարեն սեփական աշխատանքներ ներկայացնեն եւ դրանց շուրջ մտածեն։ Ճիշտ է, անշնորհակալ գործ եմ համարում հիմա Սերժ Սարգսյանին մեկնաբանելը։ Սերժ Սարգսյանին մեկնաբանելու ժամանակները առնվազն 8 տարի առաջ անցել են եւ չգիտեմ ինչ նկատի ունեն, ինչ են իրար հետ ակնարկներով խոսում, ինչ են մասնավոր զրույցներում չեն կարողացել ասել, որ անցել են հրապարակային դաշտ, բայց ես չեմ համարում, որ լավ գաղափար է նստել եւ քննարկել Սերժ Սարգսյանի ասածներ չափազանց ժամանակավոր է պես Սերժ Սարգսյանը։ Խոսենք լավ, մեկ այլ ՀՀԿ-ականի հայտարարության մասին։ Երեք Էդուարդ Շարմազանովն է մի հայտարարություն արել եւ ասել, որ մինչեւ ընտրություններ իմպիչմենտը նորից է հնարավոր գործարկել։ Տպավորություն չի, որ ՀՀԿ-ն ունի այդ մի խաղալիքը ունի եւ անընդհատ դա փորձում է շահարկել, խոսել եւ որպես իշխող խմբակցության պատգամավոր, որքանով եք այդ գործընթացը լուրջ համարում։ Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, մի տարի առաջ կամ առնվազն մի 4 տարի առաջ զուգահեռ ձեռքում սկսվել է եւ շարունակվում է մինչեւ այս պահը բնականաբար առանց որևէ արդյունքի։ Ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը, որը այս գումարման ազգային ժողովում քվոտայի բերումով է հայտնվել եւ քվոտայի շանս ստացել է այն բանի բերումով, որ դաշինքով էր ներկայացած նախորդ ընտրություններին, այսինքն միայնակ ինքը չէր կարող ունենալ 4% ձայն, այս խորհրդարանում չի լինելու։ Հետևաբար անցյալի մասին այս խոսակցությունները ես համարում եմ անիմաստ, եթե Շարմազանովը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իմաստալից է համարում խոսել այն մասին, որ ասենք փետրվար ամսին հանրապետական կուսակցությունը իր 3 հոգանոց ֆրակցիայով իմպիչմենտ կանի մինչև հունիս ամիսը եւ կփոխի քաղաքական իրավիճակը, ամենայն հաջողություն եմ մաղթում իրենց իմաստալից խոսակցությունների մեջ, բայց մեր իմ ձեր մնացած քաղաքացիների ժամանակը չափազանց ափսոս է նման խոսակցությունների վրա վատնելու համար։ Խոսենք մեկ այլ քաղաքական գործչի մասին, որը փորձում է մուտք գործել քաղաքական դաշտ, թեև նախկինում էլ հեռացած չի եղել, բայց արդեն որպես վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանի մասին է, իրենց ուժը հայտարարեց, որ իրենց տեխնացուն նա է, որը ժամանակ հետո էլ իրենց կուսակցությունից Գոհար Մելոյանը հայտարարեց, որ կուսակցության առաջին համարը կլինի Նարեկ Կարապետյանը եւ նաեւ անցումային համակարգողի կարգավիճակով նա հանդես կգա։ Ինչ է սա նշանակում։ Եկեք մոլորության մեջ չգցենք մեր քաղաքացիներին, Սամվել Կարապետյան վարչապետ տեխնացու չի կարող լինել վարչապետի կամ պատգամավորի տեխնացու, նույնիսկ նախարարի տեխնացու չի կարող լինել, նույնիսկ փոխնախարարի, եթե չեմ սխալվում։ Սամվել Կարապետյանը Տաշիր գրուպի հիմնադիր տնօրենն է, սեփականատերը եւ այդպես շարունակ մենք բոլորս իրեն այդպես գիտենք եւ ոչ մի տարօրինակ բան չկա էլի, ոնց որ ընդունենք գիտություն իրողությունները, մեր ձևով շարժման կամ ուժեղ Հայաստան կուսակցության, այսինքն Տաշիր գրուպի քաղաքական ուժի վարչապետի տեխնացուն Նարեկ Կարապետյանն է եւ պետքա քաղաքացիների հետ երբ որ խոսում ենք թե որպես վերլուծություն, թե որպես քաղաքական տեքստ, պատմենք ոնց որ մեր գիտությունը ընդունենք, որ մեր այսպես ասած մրցակից է այդ քաղաքական ուժը Սամվել Նարեկ Կարապետյանն է ներողություն եմ խնդրում, որը ի տարբերություն նախորդ քաղաքական ուժի, որը դեռ ոնց որ չի հայտարարել, որ իրենք մասնակցելու են առաջիկա քաղաքական գործընթացներին, այս ուժը հայտարարել է, որ իրենք այս տեխնացիով մասնակցում են քաղաքական գործընթացներին, նախ եթե քաղաքական գործիքակազմից են օգտվելու եւ քաղաքական մրցակցության մեջ են լինելու, բոլոր քաղաքական ուժերին հաջողություն են մաղթում, ինչքան շատ եւ բազմազան լինեն քաղաքական գաղափարները Հայաստանում, այնքան Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ։ Նարեկ
այդ ձեր ասացի կոնտեքստում կարող եմ միայն ասել, որ տրամաբանական չի եւ երևի ամենաքիչ հավանական սցենարներից մեկն է, որ հնարավոր կլինի որևէ կոնֆիգուրացիայի ընթացքում, անգամ նույնիսկ եթե օրինակ քաղաքացիական պայմանագիրը երևակայենք, թե հնարավոր է պարտվի ընտրություններ, որևէ կոնֆիգուրացիայի ընթացքում բարդ կլինի երևակայել, որ սահմանադրության փոփոխության հնարավորություն կլինի եւ հետեւաբար ավելի մեծ հավանականություն կա, որ այս քաղաքական ուժը առաջարկում է Նարեկ Կարապետյանին որպես վարչապետ տեխնացու։ Պետք չէ ամաչել, սիրելի քաղաքական գործիչներ, սիրելի ընդդիմություն, որ Նարեկ Կարապետյանն է ձեր վարչապետի տեխնացուն։ Ինքը այդքան ամոթալի չի, որ փորձում եք թաքցնել, ասենք նորմալ է, ասենք եթե Արման Թաթոյան կարա լինի վարչապետի տեխնացու, Նարեկ Կարապետյան կարա ու կարա, ես չգիտեմ ինչի են ամաչում այդ քաղաքական միավորը ներկայացնել, որ Նարեկ Կարապետյանն է իրենց վարչապետի տեխնացուն։ Ու նաև պետք հասկանալի է, չէ՞, որ 2/3-ը պետք սահմանադրական փոփոխություն անելու համար, եթե ասենք այս պատմությունը Գոհար Մելոյանի ասած, գիտեք ինչ, ասում եմ մենք կարանք, պայմանական ընդդիմությունը համատեղ ջանքերով 50+ ունենա, բայց ոնց որ 2/3-ի դեպքում է բանը սահմանադրության փոփոխությունը հնարավոր, որ նոր բան անենք, էլ վարչապետ տեխնացու նոր աստեղծենք երկնքում, բայց ասում կարող է սխալմունք լինի եւ Նարեկ Կարապետյանը վրա մնա այդ բանը պարտականությունների, իհարկե այս ամենը ֆեյք է, այս ամեն կեղծ է, ոչ Սամվել Կարապետյան, ոչ Նարեկ Կարապետյան տեխնացուներ չեն վարչապետի եւ ակնհայտ է, որ այս ամբողջ պատմությունը, եթե պատկերացնեք, չէ, ասենք Ռոբերտ Քոչարյանը ասի եւ Նարեկ Կարապետյանը իրանք միավորվեն, ով է լինելու այդ ընդդիմության համատեղ վարչապետ տեխնացուն, տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանը պետք է Նարեկ Կարապետյանը զիջի այդտեղը եւ ես ընդհանրապես կհորդորեի այդ բանը ձևականությունների հետևից չընկնել, եթե իսկապես բան եք ուզում եք ընտրել մեր ձևովին կամ Նոյան Տապանին, գնացեք միանգամից Ռոբերտ Քոչարյանին ընտրեք, որովհետև այդ ելքը լինելու ու ես կարծում եմ աղետալի բան չկա եւ ամաչելու բան չկա, էլ թաքուն գնալ ուրիշին ընտրել, բան մտքում ունենալով Ռոբերտ Քոչարյանի։ Իմ կարծիքով այս ընտրություններն ամեն չափազանց պարզ է, շատ պարզ է, երբեք Հայաստան քաղաքական դաշտում այսքան պարզաջրված իրավիճակ չի եղել։ Մարդիկ կամ պետք է ընտրեն խաղաղությունը կամ կոնֆլիկտը եւ խաղաղության օրակարգը առաջարկող քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրն է։ Կլինեն գուցե նաև էլի ուժեր, որոնք դեռևս չեն հայտարարել իրենց մասին, որոնք կարող են խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկներ անել, բայց այս պահին միակ ուժը, որ հայտարարել է քաղաքական գործընթացների ներգրավվածության մասին եւ սեփական օրակարգը առաջարկել է, որը խաղաղության օրակարգ է, ոչ թե կոնֆլիկտի օրակարգ, այս պահին միայն քաղաքացիական պայմանագիրն է եւ ես կարծում եմ ոչ մի քողարկված բան չկա, էլ այստեղ ոչ մի երկակի իմաստ, ոչ մի անհասկանալիություն, տարընթերցում, տարընբռնում, ակնհայտ է ինչ է կատարվում եւ երբեք այսքան ակնհայտ չի եղել, էլի, ասենք այդ մարդկանց խոսույթը լսում ես, միանգամից հասկանում ես, բան տրիփի մեջ Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին եւ այլ հակոտնյա ուժեր ներգրավելու մղումով տոգորված բոլոր մարդիկ կոնֆլիկտի օրակարգ սպասարկողներ են եւ ոչ միայն կոնֆլիկտի, այլ նաեւ հակաինքնիշխան հակապետական օրակարգեր սպասարկող մարդիկ են եւ ոնց որ եթե քանի որ բոլորը նույն բանն են ասում, ակնհայտ է, էլի բաները մեծ տարբեր տրամաչափի ուժեր նույն գաղափարն անկարծ քնեցին արթնացան երազում նույն գաղափարները տեսան, էլի բան ինչ որ լուսավորվեցին պատահաբար հիմա պարզ է թե ով է։ Օրերս հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցություն կլինի, նաև հիմա շատ է խոսվում, որ կհիշենք 2015 թվականին այդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, նրանք երկուսն էլ ներգրավված էին, բայց նաև տեսանք, թե ինչպես դա տապալվեց։ Եվ նաև նա հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդդիմադիր դաշտի բոլոր շրջանակների հետ համագործակցել եւ Գյումրի 2 կլինի։ Կլինի, ըստ ձեզ Գյումրի 2։ Գյումրի 2 Հայաստանում չի լինի համապետական մակարդակում եւ դա չի լինի ոչ թե նրա համար, որ ես այդպես եմ ուզում, այլ որովհետեւ Գյումրի 1-ը արդեն եղել է եւ Հայաստան քաղաքացիները գիտեն
այս սցենարի մասին լսել են, տեսել են։ Այս մարդիկ պատմում են, չէ՞, մի քանի օր առաջ մի փորձագետ էր պատմում, ասում է մարդ կա օրինակ Քոչարյանին չի սիրում գոնե Տաշիրին կընտրի։ Մարդ կա ոնց որ Տաշիր գրուպին չի սիրում գոնե Ծառուկյանին կընտրի եւ մենք հետո երեքով կմիավորվենք։ Այս տեքստերը պատմում են մոլորված քաղաքացիներն են։ Այս տեքստերը պատմում են մարդիկ, քաղաքացիները չեն ընտրի այս ուժերին առանձին, շատ լավ հասկանալ, որովհետեւ այդ Գյումրի երկուսի մասին այնքան են պատմել։ Մարդիկ հասկանում են, որ եթե իրանք ուզում են Հականիկոլ, այսպես ասած, ճամբարին ընտրեն, միանք որ Քոչարյանին կընտրեն, ինչ են Նոյան Տապան, Տաշիր գրուպ եւ այլն, այսպես ինչ որ քաղաքական, կիսաքաղաքական, քվազի քաղաքական միավորների ընտրեն։ Ես կարծում եմ Գյումրի երկուսը անհնար է Հայաստանում արդեն ասացի պարզ այն պատճառով որ Գյումրի մեկը եղել է մարդիկ տեսել են որ եթե անգամ Մարտուն Գրիգորյան եւ Վարդան Ղուկասյան կարող են միավորվել ուրեմն Գագիկ Ծառուկյանի եւ չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի ու Նարեկ Կարապետյանի միավորումը որքան ավելի հեշտ կլինի որովհետեւ այդ մարդիկ տարաձայնություններ չունեն ընդհանրապես այս քաղաքական պայքարը առնվազն են առաջին շերտը որ լսում ես ինչ որ տաբան չի քաղաքական օրակարգերի մասին չի այլ ոնց որ թե այս մեկին կարող է այս տիպի մարդիկ համակրեն մյուսին այն տիպի մարդիկ դուք լսել եք ինձ օրակարգերում տարբերությունը օրինակ Նարեկ Կարապետյանի Անդրանիկ Թևանյանի կամ Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրակարգի տարբերությունը որն է ասենք Թրամփի ուղու կապակցությամբ կամ Հայ-Ադրբեջան կամ Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Միացյալ Նահանգներ, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերությունների կոնտեքստում որն է իրենց առաջարկի տարբերությունը։ Եթե ինչ-որ մեկը լսել է, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե որն է տարբերությունը այդ մարդկանց քաղաքական օրակարգի։ Ես չեմ լսել տարբերություն։ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց Անդրանիկ Թևանյանից, որ ենթադրենք դուք գալիս եք իշխանության խաղաղության պայմանագիրը կստորագրեք, նա ուղիղ պատասխան չտվեց, բայց պարտադիր հիշատակեց, որ երաշխավոր կամ միջնորդ պետք է լինի Ռուսաստանի Դաշնությունը իրենց պարագայում։ Ես լսել եմ, որ բանը ով էր մի խոսքով այդ խմբից մեկը ասում էր, որ պետք է թրիփում երաշխավոր լինի Ռուսաստանը եւ Չինաստանը, այսինքն ամերիկյան ներդրումները Քանի որ ամերիկան անվստահելի պետությունական մեկ ներդրումների խոսում է տալիս բան չի անում, այս տրամաբանությունից եկել ամերիկյան ներդրումները պետք է երաշխավորեն Ռուսաստան։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներդրումները չի կարող երաշխավորել, ոնց պետք է գտնել երկիր, որը կերաշխավորի Միացյալ Նահանգների ներդրումները։ Այդ բան չէ, էլի Հայաստան չի Միացյալ Նահանգներում ներդրում հակառակն է տեղի ունենում։ Եվ երկրորդ բանը, որի վրա ես կուզեի ուշադրություն դարձնել, այնքան դրամատիկ են ներկայացնում այդ բանակցությունների ֆոնը մեր անդիմադիր գործընկերները, մեկը կասի, մենք ասում ենք, եթե կոնֆլիկտ մոտավորապես երբ որ ասում ենք իրան կոնֆլիկտի ուժերն են, իրանք երևակայում ենք, որ իրանք այդ բանի, այդ բոլոր փաստաթղթեր պատրելու են եւ շպրտեն օդի մեջ sense դրամատիկ բան անելով օրորալով այդ թղթերը իջնելու են, բանի, չգիտեմ, Թրամփի, Վենսի եւ Ռուբիոյի ներկայությամբ, ոչ բոլորովին այդպես չի լինելու, այդպես չի սաբոտաժ արվում գործընթացը, իրանք ասել են, բայց ինչի 26%, եկեք 27%, բայց ինչի 27, եկեք 20, բայց այս կետի, այս բարի, այս շարադրանքը եկեք փո եւ բնականաբար փակուղի են տանելու եւ բան են անել, փչացնել։ Մենք գիտենք ինչպես բան է, էլի, ինչպես է միջազգային դիվանագիտության մեջ այդ հարաբերությունները տեղի ունեն։ Ոչ մեկ բան չի անում, թուրը չի առնում, գնում սկսում կռվել բանի։ Միացյալ Նահանգների նախագահի կամ ասենք Ալիևի հետ բոլորն էլ այդպես է տեղի ունենում։ Այդ կոնֆլիկտի սպասարկման օրակարգը հենց այդպեսին է, ոչ մի բան չանել եւ ցկցկել եւ բան անել, հա։ Անդադ ոնց է Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասում էր մենք այնպեսի անիրատեսական պահանջներ կդնենք թրիփի կապակցությամբ որ Ադրբեջան կմերժի եւ կասենք ինքն է դեստրուկտիվ կողմը ինքը մերժի այսինքն մեր տրամաբանությունը այն է որ մենք հակենք մեր գործընկերներին մերժել մեր առաջարկները ոչ թե որպեսզի մենք մերժած չլինենք եւ դեստրուկտիվ դուրս գանք մենք անենք այնպեսի առաջարկներ բայց մերժումն է մեր տրամաբանությունը եւ երկրորդ բանը որը ես կուզենայի ասել շատ հաճախ լսում եմ որ մեր անդիմադիր դաշտը պատմում է որ եթե մենք օրակարգը փոխենք եւ ոնց որ ուժեղ դիրքերից հանդես գանք եւ պահանջ տնենք որ պետք է մենք Ադրբեջանին ծնկի բերենք եւ արժանապատիվ խաղաղության հասնենք, մենք կգտնենք գործընկերներ, ովքեր մեզ աջակցեն այդ օրակարգում։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ իրենք ճիշտ են այս հարցում։ Կան մարդիկ, կան երկրներ, կան պետություններ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կոնֆլիկտի շարունակականությամբ։
Եվ հնարավոր է այդ մարդկանց ներգրավել այստեղ, որպեսզի կոնֆլիկտը շարունակվի։ Եթե դուք ուշադիր լինեք, մեծ հաշվով տարբերությունը այս երկու կողմերի օրակարգերի առաջարկի, մեր տրամաբանությունը այն է, որ մենք փորձում ենք գտնել գործընկերներ, ովքեր մեզ կօգնեն հաշտվել Ադրբեջանի հետ, ապա շրջափակել կապուղիները սահմանազատման հարցում ավելի կառուցողական ճանապարհներով գնալ, դեէսկալացիա անել սահմանագծի եւ այլն, իրենք փորձում են փնտրել գործընկերներ, ովքեր կօգնեն շարունակել կոնֆլիկտը, որովհետեւ ճիշտ է այն, որ եթե Հայաստանը ուզենա շարունակել կոնֆլիկտը, ինչպես են ասում, չէ՞, ասում են մենք կստիպենք մեր միջազգային գործընկերներին ճնշել Ադրբեջանին, մենք կգտնենք գործընկերներ, ովքեր կճնշեն, կստիպեն, կպարտադրեն Ադրբեջանը, մենք դա չենք անելու, չէ՞, պետք է գտնենք ավելի շատ ռեսուրսներ ունեցող երկրների, որոնք կստիպեն, կճնշեն, չգիտեմ, կհալածեն, կթմբկահարեն, կաղաղակեն Ադրբեջանի հետ կապված հարցերը եւ կճնշեն Ալիևին։ Իհարկե բերելով նաեւ բան է, մոտիվացիաներ թե ինչու կարող են այդ գործընկերները ճնշել։ Մենք փնտրում ենք գործընկերներ, ովքեր կօգնեն հաշտվել, նրանք փնտրում են գործընկերներ, ովքեր կօգնեն կռվել։ Չէ, իրանք կռվի մասին են պատմում այդ պատմությունները եւ այդ հաշտության օրակարգում այո մենք կարողացել ենք գտնել գործընկերներ, մեզ հաշտվել օգնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեզ հաշտվել օգնում է Ֆրանսիան, մեզ հաշտվել օգնում է Հնդկաստանը, անգամ Հունգարիան իր չափով, Վրաստանը իր չափով եւ այո այդ ա եղել, մենք հրճակել ենք մեր օրակարգը եւ գտել ենք տասնյակից ավելի գործընկերներ, ովքեր մեզ օգնում են եւ ես վստահ եմ, որ նրանք ովքեր ուզում են կռվել, ովքեր կոնֆլիկտ են ուզում, նույնպես կգտնեն համապատասխան գործընկերներ, ովքեր կօգնեն իրենց այդ հարցում։ Գործընկերների մասին խոսեցինք, Արմեն Աշոտյանը կարծեք թե դժգոհություն ունի ձեր գործընկերներից, մասնավորապես արևմտյան գործընկերներից եւ հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության եւ իրավունքների մեջ եւ դա անում են բացահայտ։ Իր բառերով ստավկեն դնելով Փաշինյանի վրա եւ արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին։ Այստեղ ես նաեւ ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում Գյումրիի ընտրությունները, որին աջակցում էին Ռուսաստանի իշխող ուժից Եդինայա Ռոսիայի ներկայացուցիչները, այդ ժամանակ խնդիր չէին տեսնում, բայց երբ արևմուտքը ինչ որ ձևով աջակցում է, թե ոչ ընտրությունների միջամտություն, Աշոտյանին դա դուր չի գալիս։ Այս պոլեմիկան կարող է անվերջ տեղի ունենալ, որովհետև այո, կա որոշակի դրական վերաբերմունք ժողովրդավարության նկատմամբ արևմուտքում եւ կա որոշակի դրական վերաբերմունք նախկին ուժերի նկատմամբ Ռուսաստանում եւ դա անդադ ինչ որ կերպ ի հայտ է գալիս, ինչ որ քաղաքական գործիչների, ինչ որ հրապարակային գործիչների, ինչ որ հանրային գործիչների միջոցով, թե գիտեք, օրինակ երբ որ Միացյալ Նահանգների փոխնախագահ այստեղ էր, ասաց, եթե իմ կարծիքը հետաքրքիր է, ես կուզեմ շարունակել աշխատել այս մարդու հետ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, կա այս ընկալումը եւ ես ուզում եմ նախ դրան դրամատիկ չվերաբերենք, որովհետեւ օրինակ չգիտեմ, Միացյալ Նահանգներում ընտրություններ են տեղի ունենում, գրեթե ամբողջ աշխարհի պարագայում հայտնի է թե ով ում է աջակցում, էլի, որովհետեւ ոնց որ խնդիր չի, եթե ընտրություն տեղի է ունենում այդ երկրում, նորմալ է, որ մարդիկ նաև իրենց համակրանքներ ունենան, ասենք Եվրոպական միության երկրներում աչերը ծախերը կենտրոնամետներ միմյանց հետ պայքարում են, չգիտեմ, օրինակ բանի Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ Մակրոնը եւ Լոպենն էին պայքարում, ամբողջ աշխարհում հայտնի է թե ով ում է համակրում, Միացյալ Նահանգներից սկսած հրապարակային հայտարարություններով, սկսած վերջացած հարևան մեծ ու փոքր երկրներով եւ դա ժողովրդավար երկրներում բավականին ընդունված ձև է, որովհետև եթե տեղի է ունենում ընտրություն, կարա նաև մարդիկ համակրանքներ հայտնեն։ Այլ հարց է, երբ որ ընտրություն տեղի չի ունենում, հա, պատկերացնում եք, կան երկրներ, որոնց անունները ես հիմա չեմ տա, բայց պարզ է, չէ, որ աջակցես, չաջակցես, 2 թեկնածու լինի, 10 թեկնածու լինի, ոնց որ ընտրությունների արդյունքները հայտնի են ընտրություններից առաջ, ընտրություններից հետո չի, որ միամիտ պարզում ենք, թե ով ընտրվեց։ Այդպիսի պետություններին վերաբերյալ չկան այդպիսի դատողություններ, այդպիսի պետությունները իրենք, երբ որ դատողություն են անում տարօրինակ, որ իրենք համակրանք եւ հակակրանք ունեն եւ այդպես շարունակ։ Այս ճիշտ ասած Արմեն Աշոտյանի այդ ընտրությունները կեղծում են նախադասությունը, չգիտեմ, անեկդոտի պես է հնչում, էլի հասկանում եք։ Հանրապետական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը հայտնաբանը որոշել է, որ
ընտրությունները իդեպ ընտրություն կազմակերպելը եկեք խոստովանենք, որ քաղաքացիական պայմանագրի մոտ ամենալավն է ստացվում բոլոր հնարավոր բաներից, ինչ որ մենք անում ենք, եւ ես հույս ունեմ, որ խաղաղություն հաստատելը կլինի ինքան որակյալ, որքան ընտրություն կազմակերպելը։ Մենք ամենալավը գիտենք, թե ինչպես կազմակերպել ազատ թափանցիկ ընտրություններ եւ մինչեւ հիմա մեր մոտ ամենալավ ստացված բանն է այս պահին։ Ու ես լսել եմ, որ Արմեն Աշոտյանը այստեղ խոսում է, ասում է, որ օրինակ եվրոպական համայնքի գագաթնաժողովը ընտրակեղծիք է։ Այսինքն, երբ որ պետք է շատ եվրոպացիներ են գալիս, ընտրությունը եւ գալիս են, չգիտեմ, վարչապետի հրավերով, վարչապետի կազմակերպածով Քարոզարշավից մի քանի օր առաջ դա խնդիր է իրենց համար։ Ասում եմ ընտրակեղծիք է, դա շատ տարօրինակ է լսել, որ օրինակ, չգիտեմ, ամբողջ 5 տարվա ընթացքում ցանկացած բան արեցին, ասեցին բանա, ընտրությունների վրա են փորձում ազդել, նորմալ է, որ քաղաքական ուժեր ուզում են ընտրությունների վրա ազդել։ Տարօրինակ կլինի, եթե քաղաքական ուժերը չուզենան ընտրությունների վրա ազդել։ Այնպես տպավորիչ է, որ Քարոզարշավը պետք է արգելվի ԿՊ-ի, որտեղ Քարոզարշավը ընտրակեղծիք է, ինչի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուժեղ քաղաքական գործիչ է, ուժեղ քաղաքական խոսք ունի եւ ամենապոպուլյար քաղաքական գործիչն է։ Արմեն Աշոտյան կարող ասի ԿՊ-ն կեղծում է ընտրությունները, որտեղ իր քաղաքական առաջնորդը Հայաստանում ամենապոպուլյարն է։ Մեզ տվեք Նիկոլ Փաշինյան, ձեզ վերցրեք Սերժ Սարգսյան, տեսնեմ դուք կկարողանաք կրել, ինձ թվում է sense կարա ասի։ Նորմալ քաղաքական գործընթացների մեջ չեմ կարողանում այդ բանի Իսկ հնարավոր է 21 թիվը իրանք ուղղակի պարզապես չեն կարողանում մարսել, հա, արտահերթ ընտրություններ էին, պատերազմից հետո էր, բոլորս հիշում ենք ինչ իրավիճակ էր երկրում եւ հաղթում է կրկին քաղաքացիական պայմանագիրը, վարչապետ է դառնում Նիկոլ Փաշինյանը եւ իրենք չեն կարողանում հասկանալ ու բողոքարկելու ոչինչ էլ չունեն։ Ինչ որ մանր-մունր տեխնիկական խնդիրներ։ Հնարավոր է նաեւ դա է պատճառը, հնարավոր է իհարկե այդ post-հեղափոխական տրավմաները, որովհետեւ եթե հիշում եք 2017 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուներ 770,000 ձայն, 2018 թվականի վերջին իրենց ձայները իջան անցողջամ չհաղթարեցին, եթե հիշում եք։ Ու դա նշանակում է, որ ընտրակեղծիքների մասին ով խոսեր էլի, դա նշանակում է, որ մարդիկ չեն աջակցել այդ քաղաքական ուժին, երբ որ ազատ արդար ընտրություններ են եղել, պարզվել է, որ այդ 70,000 ձայնից 40,000-ն էլ չմնացին։ Եվ սա իհարկե կարող է տրավմատիկ լինել հանրապետականի համար, որպես կուսակցություն, իրենք հետո այնքան տրավմատիկ, որ խոսեն, որ այս իշխանությունը կարող են ընտրակեղծիքներ անել։ Գիտեք, իրական ընտրությունների ժողովրդավարության մարդու իրավունքների հակակոռուպցիոն ռազմավարությունների առումով գուցե Հայաստանը աշխարհի լավագույն երկիրը չէ այս պահին, բայց Հայաստանը վերջին 7-8 տարիներին ամենամեծ 6-7 նույնիսկ տարիներին ամենամեծ ժողովրդավարական թռիչք կատարած երկիրն է։ Եթե դուք տեսնեք, թե ինչպես է օրինակ խոսքի ազատության ոլորտում Հայաստանը 35 միավորով առաջ գնացել, հակակոռուպցիոն ոլորտում 17 եւ ավելի, եթե չեմ, չէ 17, հետո եւս մի քանի միավորով առաջ գնացել, մարդու իրավունքների ոլորտում եւ այսպես շարունակ, դուք տեսնեք, որ մնացած բոլոր երկրները, նույնիսկ նրանք, որոնք մեզնից ավելի լավ վիճակում են գտնում, իրենք իրենց նկատմամբ այդքան աճ չեն գնացել։ Հայաստանը առաջին 2-ից մեկը կարող է լինել, մեկ էլ Բրազիլիան մեզ հետ կարող է մրցել այդ առումով, իր ժողովրդավարական թռիչքի առումով, եւ գիտեք, այդ թռիչքը ոչ այնքան պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական պայմանագիրը եսի միշտ իրեն կոտորել է այս ճանապարհին, որքան նրանով, որ դրանից առաջ բռնապետություն է եղել, դրանից առաջ Արմեն Աշոտյանն են եղել իշխանության։ Այնքան հեշտ է այդքան վատ վիճակում գտնվող երկրի համար մեծ ժողովրդավարական թռիչք ապահովել, որտեղ ամեն ինչ այնքան վատ է, որ ոչ մի բան չանես, արդեն մի քիչ ժողովրդավարանես, այն որ ոչ մի բան չանես։ Բայց եթե մի քիչ ջանք ես գործադրում, պարզա որ շատ մեծ քայլերով ես առաջ գնում։ Այն վիճակում, որում իրանք երկիր թողել են ժողովրդավարության մարդու իրավունքների կոռուպցիայի դեմ պայքարի խոսքի ազատության ոլորտում, նրանք ընդհանրապես ոնց որ պատմելու բան չունեն, հա, ընտրական համակարգի ոլորտում պատմելու բան չունեն։ Մարտի 1-ն էլ մոռացության են մատնում հավանաբար։ Մարտի 1-ը իրար վրա են գցում էլի, սերժականներն ու քոչարյանականները իրար են վերագրում են, մեկը ասում է դե ով շահեց մարտի 1-ից, ով եկավ իշխանության, մեկը ասում է բայց ով գնաց մարտի 1-ով եւ այլն, որովհետեւ հասկանալի է որ մարտի 1-ը այս անհնար է մարսել, անմարսելի իրադարձություն է, այն ինչ որ տեղի ունեցել Հայաստանում Երևանի կենտրոնում,
եւ երկուսն էլ չեն ուզում դրա հետ առնչվել եւ բանը հետեւողականորեն ես լսում եմ էլի Սերժի կողմի քաղաքական գործիչներն ու Քոչարյանի կողմի քաղաքական գործիչները իրար վրա բարթելով փորձում են առաջ գնալ, բայց իհարկե ես կարծում եմ որ այդ մեղքը իրանք երկուսով ճիսում են եւ անհնար է ազատվել դրանից։ Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է իր 2026 թվականի զեկույցը, որում նշել է, որ Ռուսաստանը անկասկած 2026 թվականին կսկսի Հայաստանի դեմ լայնածավալ ազդեցության արշավ, այն նպատակ կունենա միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հեռացնել վարչապետ Փաշինյանին իշխանությունից եւ հաստատել մի կառավարություն, որը կթվա ազգայնական, բայց ըստ էության կգտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Վերջին շրջանում մենք այս տեսակ զեկույցներ էլի ենք տեսնում, ձեր անելիքը որն է լինելու դիմակայելու այս ամենին։ Ոչ կոնվենցիոնալ ճանապարհներով Հայաստանի ներքին գործընթացներին միջամտելու փորձերը նոր չի որ սկսել են եւ կշարունակեն ավելի ինտենսիվանան եւ չեմ սխալվում երկու օր առաջ Ռուսաստանի քաղաքացիներ էին եկել Շիրակի մարզում գյուղերից մեկը նկարահանվել էին եւ իրենց որպես ադրբեջանցիներ գուցե նաեւ ծագումով ադրբեջանցի բայց Ռուսաստանի ակնհայտորեն Ռուսաստանի մեքենայի համարներ էին ներում Ռուսաստանի քաղաքացիներ էին հատել սահմանը եկել եւ ասում են մենք եկել ենք մենք ադրբեջանցիներ ենք եւ եկել ենք Հայաստանում դա բաներ ան տարածվում էր նաեւ մեդիայում որը ցույց է տալիս ոչ միայն մեդիա արշավ այլ նաեւ այդպես մեծ պատերազմ կա տերոր այսինքն ոչ միայն ապատեղեկատվություն այնք մեծ ման էլի կոնսպիրացիա է ստեղծված հա որ Ռուսաստանը չգիտեմ ոնց որ Կարան այդ մարդիկ թաթար լինեն, կարան ծագումով իսկապես ադրբեջանցի լինեն, բայց Ռուսաստան քաղաքացիները նույն հաջողությամբ, ասենք հայ ծագումով էթնիկ հայեր, ասենք կարան բանան Ռուսաստան քաղաքացիությունը վերցնեն, գնան Ադրբեջան, նույն հոլովակները նկարեն, հետ գան եւ հրապարակեն այդ հոլովակները, բայց չեն անում, որովհետեւ այս պահին այնտեղ այդպիսի խնդիր դրված չի, բայց տրամաբանորեն կարա չէ այդպիսի բան լինի ողջամտորեն, ասենք չգիտեմ օրինակ Սամվել Կարապետյանը կարա իր Ռուսաստանի ազգագրով մտնի Ադրբեջան, մի երկու հատ վիդեո նկարի, գա ռիլ սարքի եւ ասի բան ենք արել, մենք Բաքվում գնա Բաքվում չայ խմի, ասի եւ մենք Բաքվում չայ խմեցինք։ Կարա էլի, որտեղ մենք այդ մարդու ունի այդ քաղաքացիությունը եւ այդ երկրի հետ այդպիսի հարաբերություններ կան, ուզում եմ ասեմ ոնց որ այս իրավիճակները հաճախ են կրկնվելու եւ իհարկե մարդկանց նաեւ շատ հաճախ պետքա փորձել նախաքանխիչ գործողություններ անել, խոսել մարդկանց հետ, պատրաստել որ նման բաներ լինելու են, բայց ուզում եմ նաեւ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ մենք առաջի օրից որ նման հարցերի առնչվում ենք, տեղեկատվական արշավները ամենասարսափելի բանը չի, որ մեզ հետ տեղի են ունենում եւ տեղի են ունեցել, հնարավոր է հիբրիդային գրողների եւ արշավների շրջանակում տիպի գործիքական նույնպես օգտագործվի եւ ես նաեւ հավատացած եմ որ եթե ոնց որ մեր եւ Ռուսաստանի միջև խոսքի ազատության ոլորտում 120-130 աստիճան բան կա էլի հեռավորություն կա այսինքն եթե մենք 35-րդն ենք եթե չեմ սխալվում վերջի զեկույցով Ռուսաստանը 100 չգիտեմ 50-60 քանի երրորդն է եւ մենք նույնիսկ Միացյալ Նահանգներից ենք առաջ խոսքի ազատության ոլորտում եւ եվրոպական միության մի շարք երկրներից նույնպես ինչ է սա նշանակում ոչ թե նշանակում որ մենք այնքան խոցելի ենք որ մեզ կարելի է տարբեր տեղերից գրողների ենթարկել սա նշանակում որ մենք այնքան բաց ենք բոլոր հարցերը քննարկելու կապակցությամբ որ Հայաստանի քաղաքացիները քննական քննադատական միտք են ձեռք բերել եւ այն վայրից որտեղ չկա այդ քննադատական միտքը փորձել պարզունակ մեխանիզմներով ներխուժել այս վայր դա ցախողման արդեն իսկ ցախողման է ենթակա եւ ես այդ հարցում այսինքն միայն տեղեկատվական արշավների հարցում այդքան շատ բան չունեմ անհամեմատը բարձրացած ձեզ մեր բնակչության բայց իհարկե Ռուսաստանը եւ Հայաստանը չափազանց շատ կրիտիկական ենթակառուցվածքներով այլ հարցերով նույնպես փոխկապակցված են տնտեսական եւ այլն նույնպես կախված են ավելի շատ Հայաստանն է կախված բայց ես կարծում եմ որ այս պահի դրությամբ առնվազն նաեւ կա փոխկախվածություն ես չեմ կարծում որ Ռուսաստան կարողանա նույնիսկ եթե մեծ ցանկության դեպքում կարողանա Հայաստանը այնպեսի գործիքակազմ կիրառել որով կարողանա վերցնել
իշխանությունը Հայաստանում, այլ այս պահին երևի ռուսական ընդդիմություն ունենալու խորհրդարան ռուսական ընդդիմություն ունենալը իր առավելագույն նպատակը կարող է լինել, որ իր առջև դրել է, որտեղ Հայաստանի ժողովուրդը բնականաբար եւ օրինաչափորեն տրամաբանորեն ողջամտորեն պետք է ընտրի խաղաղությունը, քան թե ասենք տաշիր գրուպը պայմանական եմ էլի ասում ինքը այդպես հավաքական նոյան տապանի բանա ֆիլիալա եւ ես այստեղ բանես չեմ վախր չեմ մենք մեր քարոզարշավի տերն ենք մենք մեր ընտրության ընտրողի տերն ենք մենք մեր քաղաքացու տերն ենք մենք մեր օրակարգի տերն ենք եւ մենք վստահ ենք որ այս առումով մենք կունենանք շատ մեծ վստահություն եւ մեր ակնկալիքն այն է որ նույնիսկ ավելի մեծ վստահություն քան նախորդի որովհետեւ նախորդի պատերազմի ծանր արհավիրքից հետո մենք խաղաղության առաջարկի օրակարգով ենք եկել եւ քաղաքացիները տվել են մեզ այդ մանդատը գնալ եւ հաստատել խաղաղություն շատ ծանր եւ շատ դժվար գնով մենք մոտեցել ենք խաղաղության հանգրվանին եւ քանի որ մենք մեր խոստման հետևից հասել ենք մինչև այս կետը մենք կարծում ենք որ պետքա մեր մանդատը թարմացնեն մինչև վերջ եւ անշրջելի դարձնելու խաղաղության օրակարգ Հայաստանում խաղաղության միջավայրը տարածաշրջանում եւ խաղաղությունը անշրջելի դարձնելու համար այս վստահ մեծ մանդատ կտան որովհետեւ այդ նույն մարտիկն են մեզ նախորդ շրջափուլում մանդատ տվել այդ խաղաղության հետևից գնալու համար որովհետեւ իրանք հասկացան որ միակ քաղաքական թիմը որ այդ ահինի վիճակի է դասեր քաղել վիճակի է հետևություններ անել տեղի ունեցածից դա գործող քաղաքական թիմն է մնացածը բանու սասուններին ազատագրում ասենք նույնիսկ այդ բանի հետ պատերազմական շրջանում արմատական խոսույթի մեջ են ընկել մենք ստացել ենք այդ վստահությունը մենք հասել ենք այդ հանգրվանի եւ հիմա անշրջելի դարձնելու համար այս իրողությունները ես վստահ եմ մեզ նորից կաջակցեն նույն քաղաքացիները ովքեր նախորդում են պատվիրակել մեզ Շնորհակալություն Այսօր շնորհակալ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար